Քեզի պատվում ենք այստեղ, քեզի ծառով ենք, քեզի կարոտ ենք, քեզի սիրում ենք, հալելույա, մեր փափագսա է, որ դու գաս և հանգչես մեզ վրա, գաս և լեսնես մեզի, գաս լեսնես այս վայրը, այս տաճարը, գաս լեսնես մեր անձերի, մեր մարմնի տաճարները, ով Տեր, դավանում ենք, որ քեզ ենք պատկանում, այս տաճարը, այս մարմին ամբողջովին նվիրում ենք քեզ, եկև բնակվիր մեր մեջ, եկև քո փառքը մեզի հայտնիր ով Տեր, հալելույա, եկև լեցրու այս տաճարը Հայր, քո Սուրբ Հոգովդ, Լեցրու իմ անձը Տեր, քո Սուրբ Հոգով, լեցրու ներկայությանդ կյանքս բոլոր, թող սիրտս լինի քո Սուրբ տաճարը, ուր որ հոգին հաճեպնակվե Սա մեր աղոթքն է, եկև լեցրու այս տաճարը, եկև լեցրու ով Տեր մեր անձերը քո Սուրբ Հոգովդ, փափագում ենք ճշմարտապես, որ քո փառքը տեսնենք։ Մենք սպասում ենք խոստացված վերջին անձրևներին, փափագում ենք հորդարալ և
Կարագից մեզ ու
այստեղ Տիրոջ ոգին ազատություն է Եվ թարմաշունչ կամին է փչում Բերում վերջին աջրեն իր խոստումների Արդարացնում հույսը սրտերի Իմ սեր առաջին արձակիր քո հոգին Իմ սեր առաջին արձակիր քո հոգին Թող հնչի օգուտ արկամի Կամին զոր ու չանկրակիր Կամին խնդուչան և կրակիր Արկուչն թող հարազգիր Արպեցրում ես օգու կամին Արպեցրում ես նոր կինով Դու ազատության մեջ մտնել Կապանքները ճամճամել Արպեցրում ես օգու կամին Արպեցրում ես նոր կինով Դու ազատության մեջ մտնել Կապանքները ճամճամել Կապանքները ճամճամել Կապանքները ճամճամել Երբ Սուրբ Ոգին ինձ մեջ գործ է կերքեմ Դավիթի նման Երբ Սուրբ Ոգին ինձ մեջ գործ է կերքեմ Դավիթի նման Կերքեմ Դավիթի նման Կերքեմ Դավիթի նման Երբ Սուրբ Ոգին ինձ մեջ գործ է կամոթեմ Դանիելի նման Երբ Սուրբ Ոգին ինձ մեջ գործ է կամոթեմ Դանիելի նման Կամոթեմ Դանիելի նման Կամոթեմ Դանիելի նման Երբ Սուրբ Ոգին ինձ մեջ գործ է կներեմ Ովսեփի նման Երբ Սուրբ Ոգին ինձ մեջ գործ է կներեմ Ովսեփի նման Կներեմ Ովսեփի նման Կներեմ Ովսեփի նման Երբ Սուրբ Ոգին ինձ մեջ գործ է կլսեմ Սամվելի նման Երբ Սուրբ Ոգին ինձ մեջ գործ է կլսեմ Սամվելի նման Կլսեմ Սամվելի նման Կլսեմ Սամվելի նման Երբ Սուրբ Ոգին ինձ մեջ գործ է կներեմ Սիրեմ Հիսուսի նման Երբ Սուրբ Ոգին ինձ մեջ գործ է կսիրեմ Հիսուսի նման Կսիրեմ Հիսուսի նման Կսիրեմ Հիսուսի նման Պենտեկոստեի օրը Սուրբ Ոգին Սաստիկ կամու պես վայրի չափ Երևեց անհեզումներ կրակի Նստեց ամեն մեկի վրա Եվ ամենքը Սուրբ Ոգով լեցվեցան Խոսեցան ուրիշ լեզուներ Պարաբանելով Տիրոջ բարձրաձայն Քարոզելով մեզ քաջության Եկող Սուրբ Ոգի
Մերսի, այո, Տերոջ փառք, որ կարող ենք այսպես օրով Տերոջ ներկայության գանք ու իրեն պաշտենք, Պենտեկոստեն ամեն մեկի համար շնորհավոր ելնի։ Այսօր եկեղեցու ծննդյան օրն է, նման մի օրում եկեղեցին աշխարհում գոյացավ։ Ուրեմն դրա համար եկեղեցին իր ծնունդը տոնում է եւ Տերոջ փառք է տալիս Սուրբ Հոգու համար, որ Սուրբ Հոգին գալով մի նոր ժամանակաշրջան ստեղծեց։ Մի նոր դար, որ Սուրբ Հոգու տիրապետության դարաշրջանն է եւ հիմա մենք այդ կացության ներսնենք։ Եվ ունենք Աստծո հոգին, Տերոջ հոգին մեզանում բնակված է եւ այդ հոգով իրեն պաշտում եք, իրեն փառաբանում եք, մեր գոհություններն եք իրեն հայտնում, որտեղ գիտենք նա փառավոր Տեր է եւ այդ հոգին մեզ մղում է այդ պաշտամունքի, այդ գոհության ու փառաբանության։ Այո, Տերոջը փառք ամեն օրվա որ կարող եք իր ներկայության գալ։ Ուրեմն անցյալ կիրակի համբարձումի համար այս վերնագրով խոսեցինք ամեն իշխանությունից բարձր, Տեր Հիսուսը վեր բարձրացավ ամեն իշխանությունից բարձր, բայց ինքը խոստացավ, որ ես գնում եմ, բայց Սուրբ Հոգին կգա ձեզ վրա։ Եվ Պենտեկոստեի խոսքը խոսեց, որ գերտանք այդ թեմայի շուրջ ավելի խոսելու եւ այո, խնդրում եմ անցնենք մյուս այո մասը, իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա։ Սա Տերոջ մարգարական խոսքն էր։ Իմ հոգին պետք է թափեմ ամեն մարմնի վրա, ամեն անձի վրա, ամեն Տերոջ հավատացողների բաժինն է, Սուրբ Հոգու լեցելությունը եւ Սուրբ Հոգու ներկայությունը։ Երբ որ նայենք, արդյոք մենք էլ տեղած մասը բաժին ունենք թե չէ։ Տերը մատ մեծ պատրաստությունն է տեսել, իր հոգին առատությունով ամենի վրա թափել է, մենք որքան ենք այդ ճոխությունից բաժին առել։ Եվ մեր իրավունքն է, այսինքն Տերոջ խոստումի համաձայն, մեր իրավունքն է, որ Տերիցը վերցնենք այդ զորությունը, լեցվենք Սուրբ Հոգով եւ մեկ երբով Սուրբ Հոգուն առիթ տանք մեզի ղեկավարե, մեր կյանքում տիրապետե, մեզի առաջնորդե, իր փառքը, իր զորությունը մեր կյանքում ստեղծե։ Գիտեք, մենք Սուրբ Հոգու տաճարներն ենք, ըստ այդ տաճարը մենք գալիս ենք ստե, որ Աստծո ներկայությունը ընդունում ենք այստեղ է, բայց նույնությունով Սուրբ Հոգին մեզանում բնակված է եւ մենք Սուրբ Հոգու տաճարն ենք։ Դա ինչքան կարեւոր է եւ Աստծո խոսքը այդպես է ներկայացնում։ Մենք Աստծո հոգով լեցված ենք եւ դրա համար ուզում ոտքի կայնենք մի մաս Հովելի մարգարությունը կարդանք, այնտես ուղղությամբ ավելի միասին աղոթենք եւ տեսնենք Տերոջ հոգին եկել է մեզ վրա, այս ինչ հրաշալի ժամանակաշրջան է։ Ուրեմն Հովել մարգարեն մոտ 600 տարիից առաջ այսպեսի մի մարգարություն անում, ասում է, եւ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա եւ պիտի մարգարանան ձեր տղերքն ու ձեր աղջիկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն։ Գեղեցիկ է որ ծերերը մեծ ժամանակ իրանց քնելը պակսում է, բայց ասում նրանք երազներ կտեսնեն եւ երիտասարդներ որ շատ են քնում, ասում նրանք տեսիլքներ կտեսնեն, նրանց երազներ չի տրվի։ Եվ այդ ձևով ասում ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն եւ ծառաներին ու աղախինների վրա էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին եւ նշաններ պիտի տամ երկնքում ու երկրի վրա արյուն եւ կրակ եւ ծուխի սյուններ արեգակը պիտի փոխվի խավարի եւ լույսինը արյան Տերոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ եւ պիտի լինի որ ամեն ով որ կանչե Տերոջ անունը կփրկվե Տեր Հիսուսն ասավ որ ով որ ինձ տեսավ հորն է տեսել Երբ որ այդ էր ասում ուզում էր ասել ես ու հայրը իրար նման ենք եւ մեկ ենք Եթե մեկից տեսավ հորն է տեսել Եվ հետո ասավ Սուրբ Հոգին գա, որ Սուրբ Հոգին ճիշտ Հիսուսին է նկարագրում։ Այսինքն Սուրբ Հոգին ճիշտ Հիսուսի նման է, բնությամբ, մեղ քաղցր սերով, զորությունով, աստվածային բնությունով, եւ այդ ձևով Տեր Հիսուս ասավ Սուրբ Հոգին գա, որ այն ձեզանում բնակվում է։ Գիտեք, Սուրբ Հոգու ընդհանրապես գործը մարդկանց ներսում է, մարդկանց սրտում հոգում է։ Հիսուսը 5 տակարանում հայտնվում էր տարբեր ձև ու կերպերով, այդ Եհովայի ռշտակ, որ հայտնվում էր մեծ մասամբ Հիսուսն էր։ Թե 5 տակարանում էր Տեր Հիսուսը հայտնվել, թե նոր կտակարանում։ Այսինքն Հիսուսը Սուրբ Երևդության երևելի մի մասն է։ Եվ Հայր Աստված ամբողջ ստեղծագործությունն է ստեղծել եւ
Հիսուսով է ստեղծել, Սուրբ Հոգին այդ ամենը իր գործելու համար մարդկանց կյանքում եւ նրանց աչքերը լուսավորելով եւ նրանց հայտություն տալով հայտնում է ամբողջ Աստվածային ծրագիրը։ Եվ այդ էր որ Հիսուս կան որ մարմնում էր, այո, շատ խորհուրդներ էր խոսում, բայց ասա դեր շահինա որ ես գնամ, որտեվ երբ որ գնամ Սուրբ Հոգին կգա, երբ որ Սուրբ Հոգին գա, ձեզ կառաջնորդե դեպի ամեն ճշմարտություն, ճիշտ կարծես ձեզի գլուսավորե, ձեզ ներքին փոփոխություն կբերե։ Եվ դրա համար, երբ որ Սուրբ Հոգին եկավ մի հրաշալի դարաշրջանը սկսավ, Աստված մարդկանց ներսը բնակվելու առիթ ստեղծվավ։ Եվ մարդիկ եղան Աստծո ներկայության վայրը, այն տաճարը, որ Սուրբ Հոգին այդտեղ բնակվում է։ Եվ դրա համար մենք ունենք Աստծո զորություն եւ պետք է հավատքով այդ զորությունը վերցնենք ու գործածենք։ Այն անգամ այդ մասը նայում էինք, որ ասում են հարության զորությունը, որ Հիսուսի մեռելներից հարություն տվավ ու համբարձավ Աստծո աջ ձեռքում, այդ զորությունը Սուրբ Հոգով մեր կյանքերում է գործում։ Ուրեմն այդ ձեռնահասությունը մեզանում կա, որ Սուրբ Հոգու հետ կապենք եւ նրանից վերցնենք այդ զորությունը։ Եվ համարյա թե ամեն ձևի կարիք, որ ունենք Սուրբ Հոգու զորությունով գայթայթվե։ Որտեղ Սուրբ Հոգին զորությունով մեզանում բնակված է, մեզի առաջնորդե, մեզի հայտնություն տա, իր փառք եւ զորությունը մեր կյանքերում հայտնե։ Գալով Հոբելի մարգարությունը ասենք ուրեմն 5 տակարանում մարգարությունը եղել որ ժամ կգա իմ հոգին ամեն մարդկանց վրա կթափե։ Մեծ, փոքր, աղջիկ, տղա, ծեր, երիտասարդ, ծառա, ազատ ամենի վրա կթափե։ Տեսեք ստեվա այս վիճակը որ մարգարական խոսքը ներկայացնում ամեն ժողովրդի վրա կթափե։ Ոչ թե միայն առաքյալների համար։ Շատ ժամանակ ոմանք մտածում են, որ Սուրբ Հոգին մենակ առաքյալների համար էր։ Ոչ, Տերոջ կամքն է, որ իր ժողովուրդը իր Սուրբ Հոգով լեցվեն։ Եվ ամեն ժողովուրդը, ոչ թե միայն առաջի դարվա ժողովուրդը, այլ ամեն դարեր միջև այն ժամանակ, որ եկեղեցին պետք է վերառնվի Աստծո ներկայությանը, քանի որ եկեղեցին մատ Աստվածանից ծառայություն ունի, կոչ ունի, որ գնացեք ավետարան ամբողջ աշխարհ քարոզեք, այդ հոգին գալիս է եկեղեցու վրա եւ մարդկանց վրա։ Ուրեմն մի ժամանակաշրջանի չէ, այլ ամեն ժամանակաշրջանների եւ ամեն ժողովրդի համար է։ Տեսեք, Հոբելի մարգարությունը, երբ որ մենք Տերուսի մասին խոսում ենք, Սուրբ Գրքի հոգեբանությունը եւ մթնոլորտը շատ հրաշալի է։ Շատ ժամանակ մենք ինչ հոգեբանության, որ կան մարդկանց էլ այդպես ենք տեսնում։ Եթե մենք շատ նախանձ ենք, կարծում ենք ամենը մեր նման նախանձ են։ Եթե շատ ջղայն ենք, մտածում ենք ամեն նորմալ, ամեն մարդիկ ջղայն են։ Եվ այդ ձևով ճիշտ ամեն մարդկանց ճիշտ իրաց նման են մարդ տեսնում։ Հիմա ասեմ մեր հոգեբանությունը ինչ է, Աստծո ներկայությունը մեզանում կա եւ մենք ունենք մարգարական հրաշալի պատկամներ։ Երբ որ նայում եք Տեր Հիսուսի մասին, իր կյանքի մանրամասը մարգարություն է եղել։ Մտածում եք ամեն կրոններն էլ այդպեսի է եւ նրանք էլ վստահ այս բաներ ունեն։ Բայց երբ որ ուսումնասիրեք, ասեք բոլորովին տեսեք բան չկա։ Սուրբ Գրքի Աստվածը բացառիկ Աստված է։ Այն ճշմարիտ օրշնյալ կենթանի Տերն է, որ անգամ ասենք ջուրի նման որ առուն գնում է, գետաջուրը միշտ հոսալու վրա դեպի առաջ է գնում։ Կանգառներ ու վերադարձ չունի, կենթանությունը դեպի առաջ է գնում։ Եվ այդ առաջադիմությունը եւ հավիտյան էլ շարունակվելու է։ Մենք մարդկորեն շատ բաներ չենք հասկանում, բայց երբ երկին գնացինք, պետք է այդ ամբողջ փառքը տեսնելով հիանանք, որ ինչ հրաշալի ու փառավոր Տեր ունենք, որ կենթանի Տեր է եւ միշտ գարուն է, միշտ թարմ է, միշտ աճման վրա է եւ կյանք է հոսում նրանում։ Հիմա այդ Տերը, երբ որ մենք Աստծո խոսքի ներսը նայում ենք, տեսնում ենք, որ մարգարական խոսքը Հիսուսի կյանքի տարբեր մասերը Այն անգամ խոսեցինք իր խաչելության մասին, որքան մարգարություններ կա, մանրամասությունները մարգարություն է եղել եւ ինքն էլ Տերը դրանք շեշտելով ասավ ես պետք է պես խաչվեմ, մեռնեմ եւ երրորդ օրը հարություն առնեմ։ Իր հարության մասին մարգարություն կար եւ Հիսուս Տերը ինքն էլ շեշտավ։ Անցյալ անգամ խոսեցինք ամբարձումի համար 68-րդ Սաղմոսում դե մարգարությունը եղել որ նա վեր կառնվե բարձունքներում եւ գերությունը գերի կտանե եւ նվերներ կտա շատերին։ Մարգարություն կա իր համբարձումի մասին։ Եվ նույնությունով Սուրբ Հոգու գալստյան մասին մարգարություն կա Հովել մարգարեն։ Եվ այսպեսի պարզորեն մարգարությունը տալի իմ հոգին ամեն ժողովրդի վրա կթափեմ։ Ժամ կգա որ իմ հոգին ամենի վրա կթափվի եւ մարդիկ գվայելեն իմ փառքը իմ ներկայությունը։ Հովանես Մկրտիչը իր ծառայությունը սկսավ
Ասավ ես մարդկանց ջուրով եմ մկրտում, բայց ինձանից հետո մեկը կգա, որ մարդկանց Սուրբ Հոգով եւ կրակով կմկրտե։ Սուրբ Հոգի ու կրակ, այսինքն Աստծո ներկայությունով եւ Սուրբ Հոգու օծությունով նա կմկրտե։ Մարգարական խոսք են, այդպեսի Տեր Հիսուս երբ որ վեր բարձրան երկինք, ասավ Երուսաղեմում սպասեք այդ խոսքը մոտիկ է։ Եվ դուք պետք է Սուրբ Հոգով լեցվեք, զորություն կառնեք եւ իմ վկաները կելնեք։ Ուրեմն տեսեք Տեր Հիսուսն ինքն ասավ, Հովհաննես Մկրտիչն ասավ, ով էլ մարգարությունը կար, եւ այդ մարգարությունները ամբողջ իրականանում էր, որ Տերը իր հոգին թափում է մարդկանց վրա։ Հովհաննես ավետարանում եւ ուրիշ տեղերում Տերն ասում է. ես այն Տերն եմ, որ առաջուց ասում եմ ապական, որ երբ որ լինում է իմանաք, որ ես եմ։ Եվ այդ ձևով ես ամեն բանի վրա տիրապետում եմ, ամեն բանի տեղյակ եմ։ Եվ իսկապես փառավոր Տեր իր ծրագիրն է, իր ամբողջ ասած ծրագիրը սա է, որ ինքն ասում է, հայտնում է, որ մենք սուրպրայզ չելնենք, այլ իմանանք, որ սրանք պետք է այդպես լինի ու այդպեսի տեղի ունենա։ Գալով ասամ, որ երբ որ Պետրոս առաքյալը Պենտեկոստեի օրը քարոզում էր, այս մասերը կարդում էր վերջի մասը հատուկ շեշտեց։ Ասում է Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա, եւ պիտի մարգարենան ձեր տղերքը եւ աղջիկերքը եւ ծերերը երազներ պիտի երազեն, ձեր երիտասարդները տեսիքներ պիտի տեսնեն եւ ծառաների եւ աղախիների վրա պիտի թափեմ իմ հոգին։ Դա երկրորդ սլայդը, միջով այս մասը Պետրոսը ասեց եւ վրա քարոզեց, Պենտեկոստեի քարոզը, որ գործկարակելցում գրված է։ Եվ ասма նշաններ պիտի տամ երկնքումը եւ երկրի վրա արյուն եւ կրակ եւ ծուխի սյուներ։ Այս մասը քարոզեց, որտեղ այս մասը ուղղակիորեն վերջի ժամանակվա Աստծո դատաստանի օրերն էր խոսում Հովելը։ Ասում է, իսկ խնդիրներից հետո, որ իմ հոգին թափելու եմ մարդկանց վրա, վերջի ժամանակները կգա, որ արդեն կրակ ու ծծումբ ու պատերազմներ ու հետո շարունակում է արեգակը պիտի փոխվի խավարի, լույսինը պետք է փոխվի, այսինքն բնության ներսը եւ քաղաքական վիճակների ներսը կռիվներ, խառնիչ աղանջություն կելն է։ Նախ այն մեծ ու փառավոր օրը, որ Տերը պետք է հայտնվի դատաստանի համար։ Ուրեմն Պետրոսը գիտակցաբար է չասավ, որտեղ այդ ժամանակ դատաստանի մասին չէր ուզում քարոզել։ Ուզում էր ուղղակիորեն քարոզել Սուրբ Հոգու գալը, որտեղ այդ Սուրբ Հոգու ներկայությունը արդեն նրանք ճաշակել էին։ Եվ այդ Սուրբ Հոգու լեցելության ժամն էր խոսում։ Բայց Հովելը մարգարություն անում, մի օր կգա, որ Տերոջ օրն է ճանաչված։ Երբ որ դուք Սուրբ կարդում եք հատկապես 5 տակարան, մի խոսք շատ է կրկնվում։ Տերոջ օրը, Տերոջ օրը, այն օրը, որ Տերը փառքով պետք է գա, այդ օրը, այսինքն աշխարհը կգնա դեպի ապստամբություն, պատերազմ է, եւ վերջի պատերազմներն ա, որ Տերը փառքով կգա, եւ աշխարհը համարյա թե այս վիճակներից կազատե եւ Հիսուս իր թագավորությունը այս աշխարհում կհաստատե, որ հազարամյակն է սկսում։ Ուրեմն նախ Տերոջ փառավոր հետ գալը, ասում է, այդ ամեն խառնիչ աղանջություններ կլինի, պատերազմներ կլինի, կրակ ու ծուխի սյուներ, որ բարձրանում է, ասում են, երբ որ Սոդոմ Գոմորեն երկնքից կրակ իջավ, կրակի ծուխի սյուներ էր բարձրանում։ Պարզ է, երբ որ մետեղ կռիվներ այլնում, պատերազմներ այլնում, ռմբակոծումներ այլնում, մենք շատ ծուխ ու ծուխի սյուներ ենք տեսնում, եւ այդ ամբողջը ապակայի վիճակներից է խոսում, եւ ասում է արեգակը եւ լույսինը խավարվեն եւ նշաններ են դնում գերեվա։ Ուրեմն Տերոջ խոսքը ապակայի մասին բարձորեն խոսում է տարբեր մասեր, բայց ըստեում էլ այդպես կա այդ խոսքը կա, որ գգա այդ ժամանակներ, բայց ասում է ամեն վիճակների ներսը փրկությունը այնքան Աստված իր շնորհքով ողորմությունով հանգստացնե, որ ով որ Տերոջ անունը կանչեք փրկվե։ Ինչքան հրաշալի է։ Փրկությունը այդքան Տերը պատրաստել է, այդքան մարդկանց ձեռնասության կերնի, որ մի օքի որ անդրադառնում է, այո Տերոջ խոսքն սրանք ասել, այս մարգարության խոսքը եղել է, այս պատերազմներն, այս վիճակն է, այս անաստվածությունն է, Տեր ինձ ողորմություն արա, իր համար ողորմություն կգա։ Եվ ով որ Տերոջ անունը կանչեք փրկվե։ Թեև այսօր էլ այդպեսի է, ով որ հավատքով մոտենում է, Հիսուսի անունը կանչում է, իր համար կա փրկություն։ Դրա համար, որտեղ Հիսուսը մեզ գին վճարավ, հալելույա։
Նա փառավոր Տեր է, հրաշալի գործը, որ խաչի վրա արավ, որ աշխարհի մեղքը վերցրավ, բերավ փրկություն, բերավ կյանք, որ Տերը այդ ամբողջը մեզ համար այդպեսի պատրաստել է։ Գիտեք, մենք երբ որ խոսում ենք Պենտեկոստեից, ուրեմն Պենտեկոստեն այդպես որ ասամ, եկեղեցու ծննդյան օրն էր, որ Սուրբ Հոգին իջավ եւ այդտեղած եկեղեցին գոյացավ։ Այսինքն երբ որ Սուրբ Հոգին գալիս է, առաջի գործը որ անում է վերստին ծնունդ տալի մարդկանց։ Առանց Սուրբ Հոգի ոչ ոք չի կարող Հիսուսին Տեր ասել։ Մենք արդեն այսպես հանգիստ Տեր ենք դավանում, այդ Սուրբ Հոգու ներկայությունը մեզանում բացել է, հայտնել է եւ ավելի հայտնություն է տալի, որ կարողանում ենք զանազանել նա Տեր է եւ սկսում ենք իրեն պաշտել ու փառավորել։ Բայց երբ որ մենք նայում ենք Պենտեկոստեին, Պենտեկոստեն որտեղից է եկել, մատ հրյական տոն է։ Այսինքն հին ժամանակ Աստված իր ծրագիրը, իր պլանը անգլերեն ասելով 5 տակարանում տարբեր ձևերի հայտներ։ Մի հատ լավագույն ձևը Իսրայել ազգի տոների միջոցով որ նրանց հայտնել է։ Նրանց մի հատ օր էր տվի շաբաթ օր պետք է այդ օրն հանգստանաք, որ այդ հանգստության օրը նշանա, որ երբ Հիսուսին հավատում ենք, մենք այդ հանգստության ներսն ենք մտնում։ Հետո ուրեմն Զատիկի տոն էր։ Զատիկ նրանք երբ որ Եգիպտոսից դուրս էին գալի, մատ տոն հիշում էին այդ օրը եւ այդ օրը ազատության օր կամ Զատիկ էր։ Զատիկի օրը գար էր մատաղելնում, որ ամբողջ ազգի փրկության պատճառն էր։ Այդ օրում Հիսուսը խաչվեց։ Մի քանի օր հետո ուրեմն առաջինեկների տոնն էր։ Այդ օրում Հիսուս հարություն առավ։ Տեսեք, տոները ուղղակիորեն ասած, հենց այդպեսի որ Աստված ծրագրեր, հենց այդպեսի առաջ էր գնում։ Զատիկի օրում, հրյաների Զատիկի օրում Հիսուս խաչվեց։ Եվ հրյաների ասած առաջինեկների տոնում Հիսուսը հարություն առավ։ Հետո ասма դրանից հետո երբ որ այդ տոները մենք նայում ենք, ուրեմն առաջինեկների տոնից պետք է 7 հատ շաբաթ հաշվենք, այսինքն 7 հատ 7 օր, 79 օր, 50-րդ օրը Պենտեկոստ է ելնում։ Պենտեկոստի օրն այսինքն 50-րդ օրը, ուրեմն հրյական տոն է, որ այդ 50-րդ օրում ինչ էր, նրանք առաջի հունցքը որ ծորենից արդեն ծլում էր, հասնում էր, քաղում էին այդ ժամանակ, արդեն հասած էր, քաղում էին եւ այդիկ բերում էին հացին սարքում եւ Աստծուն նվերին տալին, որպեսզի գոհություն ցույց տալ։ Այսինքն Պենտեկոստեի օրը մեկ երբ հունցքի տոն էլ կար։ Հունցքի առաջի օրը ամառվա առաջի օրերուն, որ արդեն հունցքը դուրս է գալի, ուրեմն ծորենից նվեր էին բերում Աստծուն փառք էին տալի։ Եվ այդ օրը Պենտեկոստեի օր էր։ Դեռ տեսեք ուղղակիորեն Աստված այդ տոների միջոցով իր ծրագիրն հայտնում էր։ Այդ օրում որ հունցքի օր էր, Սուրբ Հոգին եկավ եւ եկեղեցին մեծ հույս քաղեց։ Եկեղեցին գոյացավ եւ 3000 հոգի ապաշխարեցի։ Աստծո արքայության համար հունցքի օր էր։ Հիմա այդ տոների կապը, հрьяաների տոների կապը եւ մեր քրիստոնական խնդիրը տեսեք ինչպես կապ ունի։ Ուրեմն տեսանք Զատիկ օրը, տեսանք առաջինեկների տոնը եւ տեսանք Պենտեկոստեի տոնը։ Հետո ինչ է։ Մյուս տոնն ինչ է։ Փողերի տոն է։ Փողերի տոնը նախորդ խոսացել ենք ինչ տոն էր։ Փողը որ կփչվի եւ հափշտակության տոն էր, անգամ սիրելի ակցել է սովետիամ քարոզ է, որ այդ ուրեմն այդ տոնը հափշտակության տոն էր։ Այդ տոնում փող էին փչում ու ուրախությունը փառաբանումին ու այդպեսի տոն էին բռնում։ Հիմա նույն տոնը եկեղեցու հափշտակության նշանն է, հալելույա։ Եվ այդ տոները համարյա թե ամեն ինչը կարգավորված, դասավորված, երթականությամբ, երթումա որ քրիստոնական ամբողջ խորհուրդներն է նկարագրում։ Եվ մենք այսօր Պենտեկոստեն տոնում ենք այդ օրը, որ արդեն հունցքի տոն է, որ Տերը իր հոգին թափել է ամենից վրա, որ կարող ենք իրեն մեծարենք ու փառաբանենք։ Մենք փոքր նայենք այդ Պենտեկոստեի օրում ինչ էին անում։ Պենտեկոստեի օր հիմա նայենք, որ այսինքն երբ որ մենք հрьяաների նայվածքով նայենք, ասենք 50-րդ օրը։ Ասենք առաջինեկների տոնից 50 օր անցնում էր Պենտեկոստեի ելում։ Այդ օրում նրանք 2 հատ հաց էին բերում, թթխմորված, խմորյալ հաց էին բերում, այսինքն թթխմորով սարքված, որտեղ մեծ մասամբ իրանց տոների ներսը պետք է հաց ու նվերներ առանց թթխմորի լիներ, որտեղ թթխմորը մեղքի նշան էր։
Եվ նոր գտակարանում են ասում են ծռություն, կեղծություն ու փարիսեցիների, այսինքն այդ կեղծ հոգեբանությունն էր, որ Տեր Հիսուս նկարագրավ։ Հիմա այս տոնու պետք է երկու հատ հաց բերեին, որ խմորյալ հացով սարքել էին։ Երկու հատ հաց էին բերում եւ նրանք Աստծո ներկայությանը այսպեսի բարձրացնում էին եւ պարացնում էին։ Հարսանիքներն մտում եք զամբիղներ բարձրացնում եք, պարում եք, այդ ձենի քահանան պարեցնում էր այդ հացը, նվերները, միջոցած զոհը որ կար, այդպեսի Աստծո ներկայությամբ պարում էին։ Երկու հատ հաց արդեն տեում ինչ էր, երկու հատ խորհուրդ էր խոսում, մեկ հրյաները, երկրորդը ոչ հրյաներ, պետք է սրանք միանան, այդ օրում միանում էին։ Այդ երկու հատ հրյաներ եւ ոչ հրյաներ միության օրն էր դրանցը։ Ինչպես որ Պողոս Առաքյալ Եփեսացիս թուղթում ասում է, Աստված հրյաներին եւ ոչ հրյաներին բռնավ եւ մեկ մարդ սարքեց։ Նրանք ջոգ էին, անաստված էին, ոչ հրյաներ, Աստծո ձեռու էին, շնորհքից հեռու էին, Աստծուն չէին ճանաչում, կռապաշտ էին, բայց հիմա շնորհք են գտել եւ մեկ մարմին է եղել։ Ամեն ջոգությունները մեջտեղից գնացել է։ Եկեղեցին ազգային ջոգությունները մեկ կերպով վերցնելով ամենին, չեմ ասում որ ազգերը պետք է մեկ ելեն, այսինքն ամեն ազգ իր արժեքներն ունի եւ ամեն ազգ իր ազգային արժեքներն ունի, բայց ամեն իրար ընդունում են եւ իրար կողքի միանում են, եկեղեցու մեկ մարմին են կազմում եւ այդ էլ եկեղեցի եւ Հիսուսի մարմինը։ Եվ այդ երկու հացը Տերը մեկ դարձրավ։ Հալելույա։ Եվ Պենտեկոստեի խոսքը այդտեղ որ երկու հատ հացեր արդեն մեկ են լինում, հրյաներ եւ ոչ հրյաները։ Նրանք գալիս են Աստծո ներկայության եւ ընդունում են։ Հիմա հեր խմորյալ, որտեւ ամբողջ ոչ հրյաները մեղավոր էին։ Հրյաներն էլ թերություններ բավականին ունեին։ Երկուսը էլ այդպեսի որ կային, Քրիստոսի շնորհքով ընդունվում են։ Այսինքն իրանց թերություններով, մեղքերով, պակասություններով հանդերձ Հիսուսի մոտ welcome են եւ Տերը նրանց գրկում է եւ ընդունում է եւ նրանցից մեկ ժողովուրդ հասարքում։ Հալելույա։ Եվ մենք այդ մեկ ժողովուրդն ենք, որ առաջ Աստծուն չէինք ճանաչում, բայց հիմա Աստծուն ճանաչում ենք, Աստծո ձեռու էինք, բայց հիմա Աստծո ժողովուրդն ենք, Աստծո օտյալներն ենք, Աստծո ընտրվածներն ենք։ Եվ Պենտեկոստեն այդ հրաշալի գործն արավ, որ դուր բացավ ամբողջ մարդկության համար, որ ամբողջ մարդիկ գան Տերոջ ներկայությամբ շնորհք ու ողորմություն գտնեն։ Եվ եթե մենք այս խոսքը որ հիմա քարոզում ենք, գետանք 2000 տարի առաջ, երբ որ մեր հայրերը կռապաշտ էին, ամեն մեկը տարբեր աստվածներ ունեին, եւ հիմա տեսեք ինչքան մեծ շնորհք ենք ստացի մենք։ Քրիստոսի շնորհիվ մենք եկել ենք կենթանի Աստծուն, նրան ճաշակել ենք, նրան հանդիպել ենք, նրան նվիրվել ենք եւ այնքան նրա հետ կպած ենք ու միացած ենք, որ կարծում ենք աշխարհում միակ մենք ենք փրկվածներ ու սուրբեր եւ ուրիշ մեկը չկա։ Այդ Տերոջ շնորհքն է, հա։ Այնքան արդեն Տերոջ հետ միացել ենք, որ կարծում ենք Հիսուսն էլ հայ էր։ Եվ հրյաներն ու ուրիշներին պետք է շատ մեննաթով իրավունք տան կան Հիսուսին հավատան։ Այո, այդ փառավոր Տերը իր շնորհքով այդ հրաշալի գործն արավ, որ բերավ մատ աշխարհահռչակ փրկություն ամեն ազգերից, ապստամներից, ամենից ընտրեց եւ մեկ մարմին, մեկ եկեղեցի, մեկ հարս եւ ինքը Տերն է, գլուխն է եւ ղեկավարն է այդ ժողովրդինը։ Եվ այդ ինչ հրաշալի Տեր է, որ մենք մի օր երկինք երթանք, կտեսնենք այնտեղ սև, սիպտակ, դեղին, գույնզգույն ժողովուրդներ, տարբեր ազգերից ու ժողովուրդներից, երկինքը իր հատուկ հրաշալի ձև ու կերպը կունենա, որ այդ փառաստերը, այդ կացությունը մեզ համար պատրաստել է։ Պենտեկոստեի օրը եթե նայենք, առաջի օրը, որ հրյաները ուրեմն արդեն այդ օրը տոնում էին, այդ օրը հրյաների համար այն օրն էր, որ Մովսեսին Սինա լեռան վրա օրենքը տրվեց։ Օրենքս նույն օրում տրվեց, դրա համար Պենտեկոստեի օրը հրյաները Ռութի գիրքն են կարդում, 69 Սաղմոսն են կարդում եւ Թորատի շատ մասերը կարդալով ճիշտ հիշում են, որ նման մի օրում Աստված իրանց երկնքից տվավ 10 պատվիրանքը եւ ամբողջ մովսեսական օրենքների մանրամասնությունները։ Ուրեմն դիք տոնում էին։ Բայց մենք համեմատենք, որ այն օրը, որ օրենքն ու կրոնը եկավ, ինչ եղավ, եւ Պենտեկոստեի օրին, որ Աստված իր հոգին տվավ, ինչ եղավ։
Այն օրը որ Մովսեսը գնացեր լեռան վրա, այդ ամեն հրամաններն առավ, հետ էր գալի ցած, լեռի ցած էր գալի այդ ամեն գրվածները, հրաշալի բաներ, Տերոջ ձեռքի գրվածներով 10 պատվիրանքը քարի վրա բերում էր ցած։ Ճանապարհին Հեսուին հանդիպեց, խոսում էին, որ ինչ աղմուկ կա, ինչ աղաղակ կա։ Հեսուն ասում է, կարծես պատերազմ է, ասա պատերազմի ձայն չի։ Եվ Տերը իրան ասել էր, որ գնա, այս ժողովուրդը արդեն ապստամբել են։ Եվ ինք երբ որ լեռի ցած եկա բարկությունով տեսավ ժողովուրդը ապստամբել են, մեղանչեր են, խփավ այդ 10 պատվիրանք կոտրավ, եւ ասում է, այդ օրը Ղևտացիներին Ղևտացի ցեղը, մատ 12-ի ցեղին, որ մեծ քահանաները ընդհանրապես իրանցից էին։ Ատրանց կոշ տալով ասով ով իմ կողմն է սուրը վերցնի եւ մնացածին ով որ մեռնելու ասպանեք ասում է որ 3000 հոգի մեռան որտեղ Աստծո բարկություն բորբոքվել էր Տերն ասավ ամենին բնաջին ջանեմ Մովսեսը բարեխոսություն արավ բայց եկավցած ինքը քանի հազարին գոնե սպանեց որ պատժածելն էր այդպես նրանք չազատվեին իր ձեռքից 3000 հոգի մեռան Այդ օրենքի տրվելու, օրենք այսինքն բերում է սահմանափակություն, պահանջներ, խնդիրներ, որ մարդիկ ընդհանրապես չեն կարողանում հնազանդել Աստծուն։ Բայց Պենտեկոստեի օրը ինչ եղավ, Աստված իր Սուրբ Հոգին տվավ 3000 հոգի ապաշխարեցին։ Այսինքն օրենքի եւ փրկության տարբերությունն է ցույց տալի։ Այսինքն մի դար որ շնորհքի դար է, մի դար որ ողորմության դար է։ Մի դար որ Աստված ներում է, մի դար որ Հիսուսը քավություն է պատրաստել, այս դարաշրջանն է։ Եվ դրա համար եկեղեցու ժամանակաշրջանը ընդհանրապես սիրվելու, ներվելու, այդ ժամանա որ Տերոջ գիրկը բաց է մարդկանց համար, նրանց ները ընդունեն։ Բայց օրենքի ժամանակ մարդիկ ամենափոքրագույն սխալն անում էին օրենքը խիստ էր։ Դու մեծ ճրակից անցնես, օրենքը քեզ չի ների։ Պոլիսը տեսավ, դու տիկետդ կարնես, ու ինչ ճարի չկա, ընդհանրապես օրենքը խիստ է, օրենքի հետևանքով մարդիկ ճնշվում են, տուկանք են տալի, բայց շնորհքը որ գալիս է, բերում է փրկություն, բերում է ազատություն, բերում է ողորմություն, եւ մենք այդ շնորհալի ժամանակաշրջանում ենք ապրում, այդ որ երբեմն թե մեր կյանքերում մեղքի առաջ գալի շուտ պատիժ չի գալի, շուտ այդ տիկետը չի գալի դուրի առաջ, Պատճառն է որ մատ բարեխոսն է երկնքում Տեր մեծ բարեխոսում է։ Եվ այդ ձևով Տերոջ ողորմության ժամանակաշրջանն է հիմա։ Եվ այս կացությունն է որ Պենտեկոստեի ժամանակ հին ժամանակում այդպեսի կորուս եկավ եւ հիմակվա ժամանակում այդ շնորհքը եկավ որ մարդիկ փրկվում են։ Պողոսն ասում է որ խոսքը սպանում է, բայց հոգին կենթանացնում է։ Օրենքը սպանում է, օրենքը խիստ է։ Ասма օրենքը ինչ էր մահ էր բերում, մահի ծառայություն ենք անում, բայց հիմա շնորհքով փրկության ծառայություն ենք անում։ Եվ այդ իշքան հրաշալի է, որ Տերը այս ժամանակաշրջանը ստեղծել է եւ պետք է մենք գնահատենք, պետք է Տերոջ փառաբանենք։ Գիտեք, Պենտեկոստեի օրը ուրախության օր է, փառաբանության օր է, շնորհակալության օր է, տոնախմբության օր է։ Եվ ինչպես հрьяաները տոնում էին, ուրախություն էին բռնում, Տերոջ փառաբանում էին, նույնությունով մենք էլ պետք է մեծ ուրախությունով Տերոջը պաշտենք, նույն պահի, որ ուզում ենք Սուրբ Հոգու օծությունը, Սուրբ Հոգու ներկայությունը ավելի մեր կյանքերում տեղ ճարի, նույնությունով մեր սիրտը լեցուն պետք է լինի Աստծուն գովաբանելու, փառաբանելու եւ նրան մեծարելու, օշներքելու։ Եվ այդ ձևով թույլ ենք տալի, որ Սուրբ Հոգին մեր կյանքերում տիրապետ է։ Սուրբ Հոգին, երբ որ մենք նայում ենք, մեղմ հոգի է, երբ որ մենք Աստծո նայում ենք, ասում են նա աղավնիակերպ իջավ, եւ պատաժակ մտածում ենք նա աղավնիի նման է, բայց իրականությունն ինչ է, ասում են այդպես որ մատ աղավնի իջնում է, այդ իջնելու ձև ասում են որ ես տեսա Սուրբ Հոգին աղավնիի նման իջավ, իր իջնելու ձևն է ցույց տալի, բայց դա Սուրբ Հոգին ասենք մատ քարակտեր ունի ում նման է, մեր նման է, ինչպես Հիսուսը Հարուցյալ Հիսուսը, երբ որ Տեր Հիսուսը Հովհաննես իրան տեսլքում տեսավ, ասում տեսամ սպիտակ մազեր ուներ, չեմ անում իր ձեռքը, ոտքը, ձայնը, իր կազվածքը, մատ կատարյալ մարդ, այդ փառքով իրան տեսավ։ Սուրբ Հոգին աղավնի նման չի, Տերլի մեր նման է, որտեղ մատ ազնվորություն է։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Հոգուն, պետք է տեսնենք, որ ինքը մատ անձ է, եւ մեր կապ իր հետ ինչ պետք է լինի, մատ հոգի, երբ ասում ենք հոգի, միտքս է որ հոգևոր է, բայց մատ անձնականություն է։
Եվ մենք երբ որ իր այդ կապի ներսնենք, իր այդ խոսում ենք, երբ որ մենք Աստծո խոսքն ենք նայում, ասում է նա կրթում է, նա խոսում է, նա առաջնորդում է, նա խրատում է, նա հանդիմանում է, նա մխիթարում է։ Սրանք ամեն ինչ է ցույց տալի, որ Սուրբ Հոգին մեծ անձնավորություն է։ Եվ այդպեսով մենք կարող ենք Սուրբ Հոգուն այդպեսի հարկանքով մոտենանք, հետ ընկերակցություն ունենանք։ Այդ աղոթերին էր որ Պողոս Արաքյալը աղոթերի վերջում աղոթում է, ասում է Սուրբ Հոգու ընկերակցությունը ձեզ հետ։ Այսինքն Սուրբ Հոգին ուզում է որ մեր կյանքում մեծ ընկերություն ունենա մեզ հետ։ Տա մեզի շնորհ, տա մեզի զորություն, տա մեզի քաջություն եւ մեզի առաջնորդ է։ Եվ մենք երբ որ այդ ընկերություն ենք անում, ով որ ընկերի Սուրբ Հոգուս լավ, որ մեզի առաջնորդը դեպի ամեն ճշմարտությունը եւ սիրով ու քաղցրությունով շատ ժամանակ մեզ համբերում է։ Եվ այդ յա որ մեր մասն այդ յա որ մենք պատտեսնենք որ մեզանում մեկն է ապրում, որ ամբողջ տիեզերքի վրա իշխանություն ունի։ Եղիսեն երբ որ իր ծառան եկավ ասավ Եղիսը նայի տես մեր շրջապատը հրեղեն ձիերը թշնամին եկել է պատել է ինքն ասավ որ Տեր սրա աչքերը բացի որ տեսնի որ այն որ մեզ հետ է ավելի ուժեղ ու մեծ է քան թե որ աշխարհի հետ է թշնամուների հետ է հիմա նոր կտակարանում այն որ մեզանում է այն հոգին որ մեզանում է ավելի զորավոր է քան թե այն հոգին որ աշխարհում այդ հոգի կա Մատ դևային հոգի է, անաստվածության հոգի է, մարդկանց մղում է, բայց մեզանում կա մատ աստվածային հոգի, Սուրբ հոգի, որ մեզի առաջնորդում է դեպի Աստծո կամքը, դեպի Աստծո ամեն ճշմարտությունները, եւ մենք այդ առավելություն ունենք, որ այդ Սուրբ հոգու հետ ընկերակցություն ունենանք, եւ դրա համար շատ կարեւոր է, որ մենք իրան տեսնենք, որպեսզի մատ ընկեր, տեսնենք մեկը, որ մեր նման քարակտեր ունի, հետը խոսենք, իրեն հարգենք եւ սպասենք մեզ այդ խոսե Եվ շատ ժամանակ եկեղեցու թերությունն է, որ այդքան ժամ չունի աղոթելու, այդքան ժամ չունի Աստծուն ժամ տալու։ Ես մի խոսք լսի ու քաջարվի ճիշտ զորանա ու դրանով բավարարվում է։ Մենք կարիք ունենք Աստծո ներկայության մնանք, Սուրբ Հոգուց առաջնորդվենք, նրանից ուղղություն առնենք եւ տարբեր ասպարեզներում առիթ տանք նա մեջտեղ գա։ Երբ որ նա մեջտեղ գա, ամեն բան կփոխվի։ Մի ժամանակա դուք մի հատ բաժակ է, գցում եք ջուրի ներս է, այդ բաժակը թե ներսից է լցվում, թե շուրջը պատում է։ Սուրբ Հոգին այդպեսով մեզի ներսից ու դուրսից այդպեսի շրջապատած մեզի ղեկավարում է։ Եվ մենք պետք է այդ ներկայությունը տեսնելով, իր հետ շփվելով, իրան հարգելով, թույլ տանք, որ ինքը մեզ ղեկավարի։ Երբ որ Սուրբ Հոգին մեր կյանքում սկսի գործելը, մենք ոչ մի բանի կարիք չենք ունենա։ Եվ ոչ մի բանի պակաս չենք ունենի։ Եվ այն գործը, որ Սուրբ Հոգին անում եւ Սուրբ Հոգին կարող անի, ոչ ոք չի կարող մեր կյանքում անի։ Ես պատաշոմկես եմ մտածում, որ այն ժամանակ որ Մովսեսը անապատում ժողովուրդը աղաղակում էին ու ասում են միշտ չունենք ու ուտելիք չունենք ու դժգոհում էին, ասում են երբ որ Մովսեսը աղոթեց, Տերն ասավ որ վաղ այս ժամանակ ես իրանց ամենին միշտ կտամ, որ այդ թռչունները եկան, ամբողջ այդ բանակի շուրջը մոտ կես մետրից բարձր, այնքան թռչունները ծովից թռերին դեպի անապատ եկերին հոգնած ջարդած ասեին դե, որտեղ Տերոջ հոգին իրաց մղեր է Եկեին այդտեղ էլ չէին կարող թռնին ասում ամեն անձնավորություն գնաց ինչքան քանի կիլոներ կարողացին տանցից բռնին ու որսեն ու բան երբ որ Աստծո հոգին է գործում ամեն բան ուրիշ ձև ու կերպ ստանում Եվ մեր կյանքում էլ այդպեսի է մեր կյանք երբեմն շատ սահմանափակ ենք տեսնում բայց որ Տերոջ ներկայությունը գա պայմանները փոխվում է կապերը բացվում է դուռերը բացվում են նոր հորիզոններ ստեղծվում Եվ որ այդ հոգին, որ մեզանում է, արդեն այդտեղում նոր դուռեր ու նոր վիճակներ ստեղծում։ Եվ դրա համար մեր խոսքը, մեր բերանի խոսքը այդ կարևոր է, որ Սուրբ Հոգուց երբ որ խոսում ենք, իշխանությունով խոսում ենք, պայմաններ փոխվում է, դուռեր բացում է, հիվանդությունը բուժվում է, անելիել վիճակների համար ելք է գալի եւ պայմաններ փոխվում է։ Եվ այն բաներ, որ անկարելի է, կարելի է լինում։ Եվ որ տեսնենք այդ հոգին մեզ անում է։ Եվ դրա համար Պողոսն ասում է, որ ամեն բան կարող եմ անեմ ինձ զորացնող Քրիստոսով։ Որտեղ նա տեսնում է, որ հարության զորությունը այն հոգին, որ Հիսուսի մեռելներից սաղացրավ իրանում գործում է։
Եվ ասում կարող է իմ մահկանացու մարմինս էր ժամանակին փոխե, բայց հիմա իմ համար ամեն բան կարելի է, որտեվ այդ հոգին ինձ անում է եւ ինձ զորացնում է։ Կարող եմ համբերեմ, կարող եմ ծառայեմ, կարող եմ նվիրեմ, կարող եմ ամեն գործ անեմ, որտեվ նա ինձ զորացնում է։ Եվ իմ կյանքիս ուժն ու կարողությունն ասում Սուրբ Հոգին է։ Իմ սորսը Սուրբ Հոգին է։ Եվ այդ մեր կյանքի սորսն է, մեր կյանքի այդ աղբյուրն է։ Եվ դրա համար մենք այդ հոգին ունենք, այդ Տերոջն ունենք, եւ Պենտեկոստեն է դրաշալի օրն է, որ Տերը տվավ այդ հոգին ամենի վրա։ Եվ կարելի է գացող կիրակես ուղղությամբ խոսեմ, որ Սուրբ Հոգին մենակ Պենտեկոստեի օրվա համար չէր, այլ ամեն ժամանակաշրջանների եւ ամեն ժողովրդի համար, որ մենք Աստծո խոսքի սովորենք, այդ փաստերն ունենանք, որ այդ որ հավատում ենք, այդ որ լեզուներ խոսում ենք, այդ որտեղից է եկել, ինչ խորհուրդ ունի։ Գիտեք, շատ ժամանակ մարդիկ կարող է չհավատան, ով որ ուզենա այս Սուրբ Գրքի մի մասից որ կա չհավատա, այդ օրհնությունից կզրկվի։ Եթե մեկը բժշկությանը չի հավատում, ինքը հիվանդությունից վերջապես հիվանդությանը անկողնում կմնա, եւ այդ օրհնությունից որ պետք է բուժվի, հավատքով կզրկվի։ Եվ տարբեր ուրիշ օրհնություններ, այդ որ մտածի մեր կյանքն ընծեսիա պետք է խեղճ ու աղքատ ապրենք, այդպես էլ կապրի, բայց այն որ հավատում է իր Տերը հաղթության Աստվածա, օրհնության Աստվածա, հավատքով կառնի, հաղթական օրհնված կապրի։ Եվ այն որ հավատում է Սուրբ Հոգուն, Սուրբ Հոգու պարգևներին, Սուրբ Հոգու պարգևներ կվերցնի, հաղթական կապրի։ Այն որ չի հավատում, կզրկվի։ Տերոջ մարմինը կա, հիմա տարբեր մտածելակերպներ կա, Տերոջ մարմինը կարող է որոշ տեղեր թերություններ ունենա, թեև Սուրբ Հոգին կա ամենի վրա, ամենը Քրիստոսով եւ Սուրբ Հոգով են, որ Հիսուսին հավատում են, այդ մարմնի անդամն են, բայց կարող է այդ մարմնի ներսը որոշների համար վիտամինները քիչ է հասնում։ Եվ Տերն օրհնի, որ ամեն գան այդ հայտությանը վայելեն Աստծո ճոխ օրհնությունը, բայց այն որ մեր մասն ամենը վայելում են, օրհնում են, պետք է ավելի վայելեն, ավելի մեր կյանքերում է